Մեկ տարվա ընդմիջումից հետո Վանաձորի ավագանին արտահերթ նիստ գումարեց, որի քվորումն ապահովվեց բոյկոտն ավարտած ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արտավազդ Ալավերդյանի մասնակցության շնորհիվ։ Թեև ավագանին հաստատեց տարեկան բյուջեն և 27 սուբվենցիոն ծրագրերը, բայց օրակարգի վերջին հարցերի քննարկման ժամանակ լարվածություն սկսվեց։ Քաղաքապետարանն առաջարկում էր ընդամենը 3 որոշմամբ մոտ 1000 հողակտոր և ապօրինի շինություն օրինականացնելու կամ առանց աճուրդի օտարելու համաձայնություն տալ։ Ուշագրավ էր քվեարկության պատկերը, եթե բյուջեի և զարգացման ծրագրերի հարցում Ապրելու երկիր խմբակցությունը դեմ կամ ձեռնպահ էր, ապա հողերի ու շինությունների օրինականացման հարցում խմբակցության երկու անդամներն էլ կողմ էին։ Իսկ գալիս են ասում են հակառակ քաղաքական թևից ասում են մենք գնում ենք այդ ու չես տալու մեր հարցը չի լուծվում, դե եկել են, դե թող լուծվի։ Մինչդեռ նախկինում նման նախագծերին միշտ կողմ քվեարկած քաղաքացիական պայմանագիրը այս անգամ միասնական դեմ արտահայտվեց։ 5 տարով էլ սպասող մարդիկ կա, ով է դա հաշվի առնում։ Բայց ավականիներով են, չէ՞ դրա համար։ Եթե մենք խնդիր ունենք բակերը բարելավելու, բերում ենք բակ ենք սուբվենցիա ունենալ։ Այդ բակերը դրածա խոսքի 100 հատ գարաժ ու այդ բակը խաղաղապարակի տեղ չկա։ Ինչ եք առաջարկում, այդ մարդկանց սեփականությունը ոնց։ Մի կոպիտ ասած մենք թուղթը տանք սեփականություն չա։ Միացավ քննարկենք, հասկանանք ոչ մի քաղաքացու, ես ձեզ ամենապատասխանատու կերպով հայտարարում եմ, ոչ մի քաղաքացու դիմում անպատասխան չի մնա։ Մենք պետք է նաև համոզվենք, որ մեր բոլոր քաղաքացիների դիմումները ընդգրկված են օրակարգում, պատշաճ ձևով ուսումնասիրված են եւ կայացվող որոշումը օբյեկտիվ է եւ ճիշտ է, մոտավոր որոշում չենք կայացրել։ Իշխանական խմբակցության հիմնավորմամբ բակային տարածքներում հարյուրավոր ավտոտնակների սեփականաշնորհումը հետագայում կարող է խոչընդոտել բարեկարգման և խաղահրապարակների կառուցման ծրագրերին, ու որ ընդամենը 3 օր առաջ հրապարակված հարյուրավոր տարածքները ավտոտնակներից մինչև տներ ու նկուղներ, անգամ հանքի տարածքներ անհնար է ուսումնասիրել, դրանք աննախադեպ շատ են։ Ֆիզիկապես 1200 դիմումից ավել դիմումը 3 օրը, պարոն Այվազյան, որ դուք կարող եք աշխատել եք, տիրապետել եք, ով է դիմում տվել, ինչ իմարա տվել, ոնց է տվել, մենք դրանք չենք տիրապետել։ Սրան հակադարձեցին ընդդիմադիրները, պնդելով, որ մերժումով փակվում է վանաձորցիների տարիների կուտակված խնդիրների լուծման ճանապարհը, ինչը թույլատրված է օրենքով։ Եզակի դեպքեր, ընդդիմությունն ու քաղաքապետարանի աշխատակազմը համակարծիք էին։ Վանաձորցիներն ինչ եք պատասխանում։ ԹԲ-ն դեմ է քվեարկել, որ իրանց օրինականացումը չլինի։ Կառավարությունն ասել է, թույլ եմ տալ օրինականացնել, դուք կառավարության ասածին հակառակ ասում եք, մենք ժամանակ չունենք, հետո գնանք։ Իմաստը ո՞րն է։ Մենք հնարավորինս նայել ենք կառավարության որոշումներ, տեսել ենք, ուզեցել ենք առաջ գցենք այս մարդկանց։ Թեև քաղաքապետարանի պաշտոնյաները հավաստիացնում էին, որ յուրաքանչյուր դեպք լրացուցիչ կուսումնասիրվի ավագանու որոշումից հետո և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանելու դեպքում համայնքապետի պաշտոնակատարը գույքը չի օրինականացնի, քաղաքացիական պայմանագիրն անդրդվելի մնաց, որոշումները չընդունվեցին։ Այս քվեարկությունը փաստացի ձախողեց քաղաքապետարանի նախագիծը, որն աննախադեպ էր թե իր ծավալով և թե քաղաքական ուժերի դիրքորոշումների փոփոխությամբ։ Էլ չի լինելու, всё։ Թող ժողովուրդն իմանա, որ իրանց հարցերը մեկ էլ ընտրություններից հետո անցնելու։ Որովհետև հստակ բոլորը գիտեն, Մեկը բարձ արդեն վերաբերվում է։ Նախագծերի տապալումից հետո Ապրելու երկիր խմբակցության անդամներն անգամ չթաքցրեցին, որ վշտացած են։ Արմեն Այվազյանը մանդատը վայր դնելու մասին հայտարարություն արեց։ Ես իմ մանդատն անվտանգ վայր դնելուց հետո ձեզնից շնորհակալ եմ համագործակցության միասին աշխատելու համար։ Այվազյանը դեռ ամիսներ առաջ քաղաքապետարանի պաշտոնյա էր և ձերբակալվել էր կոռուպցիոն մեղադրանքով, ինչից հետո նրա պաշտոնը ստանձնել էր կինը, իսկ ինքը վերցրել էր կնոջ ավագանու մանդատը։ Նաև հայտարարել էր, թե չի կիսում Ապրելու երկիր խմբակցության տեսակետները ու որ այսուհետ հանդես կգա որպես ավագանու անկախ անդամ։ Այս զարգացումների ֆոնին ավագանին այդուհանդերձ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նաև անվճար դարձրեց քաղաքի 23 մանկապարտեզները և հաստատեց սուբվենցիոն նոր ծրագրեր, թեև ընդդիմությունը թերահավատ էր, որ 9 ամսում հնարավոր կլինի իրականացնել նման ծավալի աշխատանքներ, հիշեցնելով նախորդ տարվա թերի մնացած ծրագրերը։
Արդյոք հավատում ենք, որ այս ամբողջ ծավալը կլինի կկարողանան անել, չէ չենք հավատում։